Այսօր Բաչո Ախալայային պաշտոնապես կառաջադրեն մեղադրանք։ Նրա ձերբակալությունը կապված է հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ։ Ներկայումս նա մնում է պետական անվտանգության ծառայության նախնական կալանքի մեկուսարանում։ Ախալայային այցելել են նաև նրա փաստաբանները։ Քննության տվյալներով Բաչո Ախալայան հոկտեմբերի 4-ին գործընթացները ղեկավարել է համացանցային հավելվածների միջոցով։ Պետական անվտանգության ծառայությունում անցկացված բրիֆինգից հետո պարզ է դարձել նաև այն, որ սկզբնական շրջանում ձերբակալված է եղել նաև Բաչո Ախալայայի կինը Աննա Նադարեիշվիլին, քանի որ քննության վարկածով Ախալայայի կողմից տարբեր անձանց հետ հաղորդակցությունը իրականացվել է Աննա Նադարեիշվիլի անունով գրանցված IP հասցեի միջոցով։ Սակայն ավելի ուշ գերատեսչությունը ազատ է արձակել Ախալայայի կնոջը։ Նրանց տեղեկությամբ Աննա Նադարեիշվիլիի հնարավոր մասնակցության հարցը հոկտեմբերի 4-ի հանցավոր իրադարձություններին քննությունը կքննարկի ավելի ուշ։ Սպառողական շուկայում առկա գների, բարձր գնային հավելումների և այդ ոլորտում գոյություն ունեցող խնդիրների մասին ևս մեկ անգամ զրուցել է վարչապետը։ Իրակլի Կոբախիձեի պարզաբանմամբ կատարվել է վերլուծություն, որի միջոցով պարզվել է, թե ինչն է պայմանավորում գների աճը։ Նրա խոսքով անհրաժեշտ են խորհրդակցություններ ինչպես դիստրիբուցիոն ընկերությունների, այնպես էլ սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչների հետ։ Կառավարության ղեկավարը համոզված է, որ այն գործընթացը, որը սկսվում է օրենսդիր մարմնում և իրավապահ կառույցներում, անպայման արդյունք կտա։ Պոպուլիզմ և բիզնեսի նկատմամբ ռեպրեսիաների վտանգ։ Այսպես է ընդդիմությունը գնահատում սպառողական գների հետ կապված սկսված քննությունը։ Ընդդիմախոսները վարչապետին և իշխող թիմին մեղադրում են ոչ կոմպոնենտ լինելու մեջ և նշում, որ այդ քայլերը իրականում շուկայում ավելի բացասական հետևանքների կհանգեցնեն։ Իշխանության ներկայացուցիչներն ունեն տարբերվող ակնկալիքներ։ Նրանք համոզված են, որ հաջորդ տարի բնակչությունը կկարողանա սպառողական ապրանքները ձեռք բերել ավելի մատչելի գնով։ Ինչ փուլում են Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները։ Իրակլի Կոբախիձեի խոսքով Վրաստանի հետ առողջ հարաբերությունների վերականգնումը հենց Եվրամիության շահերից է բխում։ Սակայն վարչապետի հայտարարությամբ պաշտոնական Բրյուսելը դա չի անում, ինչը նշանակում է, որ եվրոպական բյուրոկրատիան չի գործում ինքնիշխանորեն։ Նրա խոսքով հաջորդ տարին ծանրաբեռնված կլինի բազում փոփոխություններով, այդ թվում Եվրամիության մասով։ Դոնալդ Թրամփի տեղեկությամբ ԱՄՆ-ի զինված ուժերը Նիգերիայում հզոր և մահաբեր հարվածներ են հասցրել իսլամական պետություն օբյեկտներին։ Այդ մասին նախագահը գրել է սոցիալական ցանցում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, թե քննարկում է Նիգերիայում գործողությունների մի քանի տարբերակ, այդ թվում երկրում ռազմական ուժերի տեղակայումը կամ օդային հարվածների իրականացումը։ CNN-ի տեղեկությամբ 2025 թվականին Նիգերիայում կրոնական հողի վրա տեղի են ունեցել մի քանի զանգվածային սպանություններ։ Ապրիլին Նիգերիայի նախագահը հայտարարել է, որ երկրի հյուսիսային հատվածում քրիստոնյաներին պատկանող բնակավայրերի վրա հարձակումների հետևանքով զոհվել է 40 մարդ։ Վոլոդիմիր Զելենսկին կհանդիպի Դոնալդ Թրամփին։ Տեղեկությունը հաստատում է անձամբ Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով շատ հարցեր կարող են լուծվել մինչև նոր տարի։ Մենք ունենք մի քանի նոր ձևաչափերի գաղափարներ, հանդիպումների և ժամկետների առումով, թե ինչպես հասնել իրական խաղաղության, հաստատել է Զելենսկին։ Ամենօրյա ուղերձում նա նշել է, որ Ուկրաինայի և նահանգների բանակցողները քննարկել են խաղաղության հաստատման ուղիները։ Զելենսկու խոսքով որոշ փաստաթղթեր արդեն պատրաստ են, սակայն կան զգայուն հարցեր, որոնց շուրջ դեռևս աշխատելու կարիք կա։ Քիչ հավանական է, որ Մոսկվան համաձայնի Ուկրաինայի կողմից առաջարկված 20 կետանոց խաղաղության ծրագրին, գրում է New York Times-ը։ Հոդվածում ասվել է, որ Վլադիմիր Պուտինը ոգևորված է մարտի դաշտում իր բանակի հաջողություններով, և խաղաղության թարմացված ծրագրի որոշ կետեր կարող են նրա համար անընդունելի լինել։ Հրատարակության տեղեկությամբ վերջին 2 տարիների ընթացքում Պուտինը մշտապես ապացուցել է երկու հիմնական պահանջ։ Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Դոնեցկի և Լուգանսկի մնացած տարածքներից և ՆԱՏՕ-ին անդամակցությունը պետք է բացառվի։ Ավելին, Կրեմլի առաջնորդը այս դիրքորոշումը ևս մեկ անգամ հաստատել է դեկտեմբերի 19-ին իր ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ։ Ինչպես գրում է հրատարակությունը, Կրեմլը շարունակում է համարել, որ պատերազմը շարունակելով կարող է ավելին ստանալ։
Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարությամբ սպանել են Իրանի Ղուդս ուժերի գլխավոր հրամանատարին։ Հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան Լիբանանի հյուսիս-արևելյան մասում։ Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալների համաձայն Ալ-Ջավահարը վերջին տարիներին մասնակցել է Իսրայելի դեմ ուղղված ահաբեկչական դավադրությունների իրականացմանը։ Հարձակման փաստը հաստատում են Լիբանանում։ Լիբանանի պետական տեղեկատվական գործակալության հայտարարությամբ Իսրայելի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, որի թիրախը Սիրիայի սահմանի մոտ գտնվող ավտոմեքենան է եղել, զոհվել է 2 մարդ։